Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, այսինքն այդ տաճի սև գիծը, որ կա, սեղմեք բաժանորդագրվում եք, դրեք լայք, որ բարձրանա վերև, եւ գրեք ձեր մտքերը, ձեր մտահղացումները։ Իսկ ովքեր կգրեն անվայել բաներ, նրանց ուղղակի կհեռացնենք էջից, կբլոկենք, որ ինքը վիդեոն կարա տեսնի, բայց տակը կսկծու չի կարա գրի։ Քանի հատ էջ բացես, այդքան անել ենք, որտեղ այլասերված մարդիկ կան, հատկապես դրսի ապրողները։ Հերթով հեսա անդրադառնալու։ Նախ ուզում եմ առաջինը ասեմ այսօրվա դեպքից, որը կրկին անգամ ցավալի դեպք է, ես հիմա կկապեմ այդ դեպքը ինչի հետ։ Նախորդ ցավակցում եմ բոլոր զոհերի, 4 զոհերի ընտանիքներին կարող է միգուցե ավելի շատ է, որտեղ առավոտ ասում են 2, 3, 4, հələ 3-4 հոգի իբր կորած է, 11 հոգի է ծանր վիճակում հիվանդանոց է։ Խոսքս գնում է ճամբարակում տեղի ունեցած գազի պայթյունից։ Ես սա կապում եմ Էլի Նիկոլի հետ։ Ժողովուրդ ջան, մենք այսքան տարի ապրել ենք Հայաստանում, այն ժամանակ գազի քաշելու անվտանգությունը խայտարակություն էր 9-րդ թարգում եկանից գազ քաշելու դրսով սենց տրուբ են մինչև վերև բարակ հանեցին վերև ու այդ գազը չէր պայթում ամբողջ շենքը տենց էր ամեն մեկի գազը բարձրանում էր չէր պայթում հետո բերեցին մեջտեղի ստայակ դրեցին դա փոխեցին այն մարդը ոնց է լինում որ հիմա պայթում հասկանում եք սա ես կապում եմ Նիկոլի հերթական սերիալի վերջի հետ, քանի որ ինքը զոհեր սիրում է հայերից զոհ մատուցի, քեֆ, զոհ, Երևանում քեֆ էր, հենա օպերայի բալետի միջազգային օր, շրջաններում զոհ, կամ հակառակը Երևանում զոհ, ուրիշ տեղ գնում քեֆ անելու։ Հիմա 3 գիշեր ինչ եղավ, 3 գիշեր բոլորը կանգնած, գոռում էին Նիկոլն էլ ասում որ պետք է փոխվի, դու ասա վեհապարը պետք է փոխվի եւ այլն, եկեղեցին կամ փոխում են կամ բան։ Ես նախորդ ասացի, որ ինքը ուզում է իր սեկտանտներին բերի, բայց դա չի ստացվելու, քանի որ Ժորժ ջան, այս շոուի հետ ոչ վախեցեք, ոչ է դուրս եկեք, որովհետեւ երկուսն էլ նույն մարդու ծառան են։ Երկուսն էլ սնվում են Կրեմլի աղբյուրներից։ Ախր Կրեմլի մեդիարը վեհապարի դոշին չի, Գարեգին-բեի։ Ոնց կարա Նիկոլը կարմիր խաչը ճակատին կամ դոշիկին մարդուն գործից հանի, հա? Շոուները գնաց եւ հասավ այն տեղը իբր թե վեհապարին ինքնաթիռի չեն թողելու իշնի Էմիրատի վեհապարին չէր գնաց Էմիրատ երբ որ իրան sense պայթունավտանգ վիճակ էր իբր գնացել է ժողովուրդը գնացել էր նամազի որը նույնը անում է Նիկոլ ուզում է նամազ սարքի երկուսն էլ նույն սաների կտավն եք ու դուրս են եկել մի հատ սուտ հայակ վե դրանց միացե մի մարդ որ իրան հայտարարում է իբր Նիկոլի թիմի դեմ, բայց Նիկոլով գեներալ ստացած եւ խոստովանել են ինքն ու Ալինը, որ Նիկոլին իրանք են փախցրել, որտեւ իրար ընկեր են խոսքս գնում է սուտի գեներալ Վանեցյանի մասին։ Այ Վանեցյան, դու ոնց կարաս եկեղեցու կողմը լինես։ Հայ հավատքի, երբ որ դու ամբողջ աշխարհին ռուսական եթերից ասիր, «Я չեկիստ Կրիմ նаш», ինչ նշանակում չեկիստ եկեղեցական Ժորժ ջան, չեկիստը կա եւ այնա, որոնք վերացրել են ու վերացնում էին պարբերաբար հազարավոր ոչ միայն հայկական, այլև դրսի եկեղեցիները, հատկապես հայկական սարքում են գոմեր, պահեսներ, պայթեցնում են, ջրամբար էին սարքել Սիսյանինը տեսել եք, որ եկեղեցին իջնում է ջրի տակ տարին երկու անգամ որ ջուրը քչանում է եկեղեցին երևում է տարել են հազարավոր հոգևորականների տանջամահ են արել ոնց կարա Վանեցյանը լինի եկեղեցու կողմ որ հիացել էիք այնտեղ այդ նույն բանն է ոնց որ ասի ես կույս մարմնավաճառ եմ Վանեցյան եթե կույս մարմնավաճառ կա մնացած տեղերն օգտագործել դու էլ չեկիստ հավատող Աստծուն հավատող ես ես ուրիշ քեզ մեկնաբանություն չունեմ ասելու ընդեղ Դավիթ Համբարձումյանին Մասիսի Վովայի արշակի փեսուն հելելա Մասիսից հավաքելա հոգևոր առաջնորդին դիմավորենք ոչ մի բան չկար գնացին օթանավականից բերի շոու իրար հետ կազմակերպված նրանք է տենալով որ շատ մարդ է գնում ոստիկանական մեքենաներ փողոցները այսինքն վեհապարին ընդունեցին ավելի քան երբևէ երբ որ ընդունել էին իրան սենց վեհապարը չեն ընդունել հետ Հայաստանից երկորով գնացած Շոուները ընկելս ասում ես Գանձարանը պետք է ճշտվի ակամայից հիշեցի մեր հայկական լավագույն մուլտֆիլմերից մեկը Աբու Հասանի մաշիկները Գանձարանից ճշտվում ես իսկ Գանձարանում գանձերը իրոք ստուգված է մինչև հիմի ուր է իր Նիկոլ Գանձարանի գանձերը համապատասխանում է իրականություն թե արդեն ծախել է վաղուց
Սերժի, Քոչի, Լևոնի, Ռուսի հետ, հա? Բախյա Պուտինը իրան մեդալ տալիս, ոչ մեկին չի տալիս, իրան սիրում է մնացածին ատում ժողովրդին վերացնում, անընդհատ հայտարարում, որ Հայաստանը վերանում է, պետք է վերանա, Հայաստանը ռուսական գյուղ է, մարզ է, հայ ապրելու իրավունք չունի, Արցախը չկա։ Ակամայից այդ մուլտը հիշեցեն, որ Աբու Հասանը, որ մաշիկները թաքցնում է հողի մեջ, ասում է տեսնես ինչի անում անաստվածը, գանձ է հորում, թե ուզում է հանել գանձը, գողություն չէ, այլ արդար տաս, եթե մեկի գողացածը դու գողանաս։ Լրիվ Նիկոլը ու Գարեգին բն, երկուսն է, մի վեհապարը գանձերը կորցնում է, ինչ անում, թաղում է, մյուսն ասում է գողություն չէ, այլ արդար տաս, եթե մեկի գողացածը դու գողանաս։ Ժողովուրդ ջան, ես էլ եմ ասում հայ եկեղեցու, հայ հավատքի, Աստծու Քրիստոսի մայրամաստվածածնի դեմ չեմ։ Ես եմ մարդկանց դեմ եմ, ովքեր փորձում են այդ անվան տակ կեղծ Քրիստոսներ խաղալով, հայրենիքը կեղծ փրկիչներ խաղալով, հայրենիքը վաճառել։ Արցախը հանձնելուց Գարեգինը չկա, Արցախը հայաթափելուց չկա, հայրին սպանելուց չկա, մանկապարտեզի 1000 երեխային գողանալուց չկա, ձենը ճելում, ռուսների կողմից վառելու 300 հոգի հայ Արցախում չկա, սահմաններին կրակելուց չկա, հենց կպան իրեն բո բարձացավ վերև։ Դե ոնց բո արեցի, կնենց է բո գնա նստի տեղը։ Քո Նիկոլի համատեղ շոուն Պուտինի հետ որ սարքեցիք, ստացվեց այս մարդկանց զոհը։ Դուք արյունով եկել եք, սատանիստ, արյունով էլ գնալու եք։ Այս ֆոնի վրա, ինչ եք որոշում դուք անել, այս անաստվածներով։ Հա, վերցնում է, կինը որոշում է, կինը որոշել է, գնա Չինաստանում, ինչա ասպիրանտուրա, թե ինչ սովորի, մագիստրատուրա, Հայաստանում չկար, մտում Հայաստանը դորդուբեշ արել, ոչիլի մեջ սատկացը, ոչլոտ մազերի մեջ հանում ճտտասնում վիդեոների մեջում կա, հետևը կորում, դեմը կորում, հոտ քաշում, այս այլասերվածը հիմա է գնում է Չինաստան, ես մի տարբերակ ունեմ Չինաստան գնալու, այն էլ 2 տարով, Նիկոլը գնալու է ընտանիքը թռնում այնտեղ, որ հետքը կորցնի ուրիշ տեղ գնա, եւ B. Հայաստանի տղամարդիկ քչություն են անում Աննայի համար, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Հիմա 1.6 միլիարդ չինացուց 800 միլիոնը տղամարդ է։ Աննա ջաջուրի թունելը կսարքես բանը։ Այն 40 մետրանոց, 50 մետրանոց շվեյցարական բարձրության բաները, մոստերն ու թունելները, որ միջով 4-5 տեղով գնաց կանցնում։ Ուրիշ կարծիք չկա։ Սենց է բան լինի։ Ինքը գնում է կրթվելն է մոտնի, թե մարդուտ ասած բառը հոգևորականին մոտնի, որը չեմ ուզում ասել, ուրիշ բան է։ Մարդուտ կրթելու տեղը կրտել ես, հիմա էլ գնում ես ուրիշ տեղ մարդուտ ասածը լես, հա։ Այս վիճակում ժողովուրդներին փորձում են հայ ժողովրդին փորձում են անընդհատ ստրեսի մեջ բայել։ Ես 3 ամիս առաջ ասել եմ, այս ընտրություններին դեռել է ինչ վիդեոներ, ինչ կինոներ է դուրս գալու, սա դեռ ծաղիկներն է, սա վիդեոներն են գցելու իրար, Աննայի վիդեոներն են գցելու բաց տեքստով տարբեր տղամարդկանց հետ, կառավարության անդամներին են գցելու հələ ուր եք, իմ ասածները դառնալու է ծաղիկ։ Ծաղիկ սրանց կինոների դեմ, անտառների դեմ։ Ես շարունակելով այս փաստ ուզում եմ ասեմ, որ ահա որ զզվելի էր Գորիսի, ներողություն, Սյունիքի մարզպետի խոսքը, այն Բաքվում, ես իմ ինչի արդյունքում ծնված թուրքի դեմքով, թուրքի լամուկը, որ բերին կալավան գյուղապետեր, հետո Նիկոլին լավ լպստվավ, ոնց որ լպստվողները եկավ մարզպետ, ասում է, կրակում են, մարդկանց հույսը ավելի է բարձրանում խաղաղության։ Այ ջահել, դու որպես թուրքի ծնունդ, քանի որ Բաքվում ես դու ծնվել, դու թուրքի ծնունդ ես, այլապես Հայաստան չէր գա։ Այս թուրքի ծնունդով դու պատասխան ես տալու։ Ոնց որ են Կաշեի Վահագն Խաչատուրյան ասում էր, թուրքերը որ կրակում են դա ուրախության կրակոցները։ Այո, ուրախության որ հանձնելու ես դու, այ չասեմ ինչի տղա, որ գնում ես էշշ ամենտեղ ֆռալու, որ քեզ էլ է պետք ինչ-որ տեղ գնալ օթափողվել, մանա ես բռնում, գնում ես, ես իմ Ֆրանսիայում օվկիանոսների նիստին էշշ խոսում ես եւ այլն։ Բոլորդ պատասխան եք տալու, ցմահ դատվելու եք, ոչ մեկը չի գնդակարվելու, տաժանակիր աշխատանքով, ոչ մեկ չի գնդակարվելու, գնդակարությունը բոլորիդ համար փրկություն է։ Դրա համար էլ sense խայտարակություն են ալու։ Անցնեմ հաջորդ հարցին, ուրեմն Սերժ Սարգսյանին բան են անում, դատական գործը նորից
բացում են եւ գալիս է որ իբր պետք է տան դատ Պարզվում է, որ այդ մարդուց սկզբում ուզում են 400 միլիոն դրամ, որ ամենածիծաղելի բանն էր, $1 միլիոն փող էին ուզում Սերժից, իբր այդքան է գողացել։ Եթե Սերժը այդքան գողացած ելն, հիմի հոնգուր լացել էր, ինքը իրան դանակով խփել էր։ Հետագայում, որ տեսնում են շատ ենք բարձրաձայնում, ես ամեն անգամ բարձրաձայնում եմ, Սերժին բարձրացնում են 3 միլիոն, իբր 3 միլիոնն է շատ է, էլի։ Եվ ազատում են Սերժին 5 միլիոն դրամ գումարի դիմաց եւ Սերժ Սարգսյանը դառնում է արդեն ոչ թե Հայաստանում փակված ուզի կթռնի։ Ինչի։ Բադեն-Բադենի կազինոյին կարոտել էր վռաստողիկ Նիկոլեն, հա։ Բադեն-Բադենի կազինոյին կարոտել էր 5 միլիոնով թողիկ այդ մարդուն ազատել եք մինչև հիմա ազատ ֆռնումա Հայաստանում սպանություններ եւ այլն արած հայրենիքը հանձնած ծախած ռուսի տակ մտած երեխեքի օրգաններ ծախած երեխեքին գողացած հիվանդանոցներում կնոջ հետ ոսկրածուծի շիճուկը քաշած ծախած Հայաստանը նարկոմանության դրած Հայաստանի ժամանակվա ոստիկանապետի նրա վարորդի որ դառավ տեղակալ եսի մինչի հետ մարմնավաճառության ուղությունները տրաֆիկինգը արած ամեն ինչը Հայաստանը կործանած երեխաների արյունը ծախած հանքերը թալանած ժողովրդին թալանած դեղի կապած դեղի քթերը քաշող մարդ հիմա հարց են տալիս հարց Ով էր Արտակ Սարգսյանը, մինչև ես Բագրատի գալը, Արտակ Սարգսյանի մասին, քանի անգամ պատմել եմ, Արտակ Սարգսյանը մինչև Բեգոյի մոտ գալը, 93 թվականից Հայաստանում չի ապրում, Հայաստանում ոչ մի հոգուս սպանել է, ցույց տվեք մի հոգուս սպանած, որ Արտակն է սպանել, ցույց տվեք մի հատ թալան, որ Արտակը Հայաստանում թալանել է, ցույց տվեք մի հատ մեքենայություն, որ Հայաստանում արել է, ցույց տվեք մի հատ վատ բան, բացի հայերին օգնելուց, այդ թվում նաև իշխանավորները եկե խնդրել են տարբեր երկրներում, որ աջակցություն ունենան, մտածելով որ հայրենիքից են գրողին, գոնե Հայաստանի դրոշը բարձրացնել մի բան, օգնենք։ Չհաշված այդքան օգնություն Հայաստան ուղարկած։ Հարց. Արտակ Սարգսյանը մինչև այսօր ինչի է կալանքի տակ, հա, բրասլետը ձեռք։ Սերժ Սարգսյանը այսքան թալանից, բռնաբարությունից, օրգաններ ծախելուց, մարդկանց արյուն ծախելուց, տրաֆիկինգից, երեխաներին մորթազերծ անելուց, շիճուկը քաշելուց, թմրադեղ անելուց, հայրենիք ծախելուց, թալանելուց, մարդասպանություններից ազատ է արձակվում 5 միլիոն դրամի դիմաց ու դառնում է արդ երկիր թռնող, Արտակ Սարգսյանին հարսանիք չթողեցին գնա Երևանի մեջ։ Ուրեմն մեկից հետո Արտակ Սարգսյանի կալանքը մինչև կարծեմ 7-ից 1-ն է, եթե չեմ սխալվում, կամ 2-ը։ Փաստորեն 2-ից հետո Արտակ Սարգսյանը վտանգավոր չի, Հայաստանի Հանրապետության մեջ հարսանիք գնալու 7-ից հետո վտանգավոր է, հա, 8-ից հետո։ Խնդրագիր էին ներկայացել, փախան, դատավոր քննչական անես փախան, որ մարդը իր մտերիմի հարսանիքին չկարողացավ գնալ։ Հիմա էլ Արտակ Սարգսյանի դատը տվել են Դավիթ Արղամանյանին, որը տխրահռչակ դատավոր սերժական Մեհեր Արղամանյանի որդին է։ Հեր ու տղա ընտանեկան լոտո են, էլի տանում են սենց։ Ուրեմն այս դատավորները մի շարք գործեր են կոչկե, մի շարք խայտարակ գործեր են կոչկե հեր ու տղա, թե Սերժի ժամանակ, թե Քոչյանի ժամանակ, թե Նիկոլի ժամանակ։ Այսինքն ով Էշ ոնց որ ասում են ինքը փալանով իշխանության իրանք իշխանությանը նվիրված հանցագործ գործեր բանանեն փակեն հիմա պարոն Դավիթ Արղամանյան հեսա ասում են բոլորը թերթերից է հանած գաղտնիք չկա չասեք անձնական տուն ամտե որ անձնական տուն մտնեմ այնքան բաներ կգտնեմ նախ թերթերում գրված է Դուք այսքան տարի ձեր հոր հետ ընդհանրապես 0 դրամ եք հայտարարագրել։ Հարց, ոնց եք հետագայում ունենում մեծ բաներ, կամ ինչի եք դուք, որպես դատական մարմնի ղեկավար անդամ 0 դրամ հայտարարագրել։ Ինչի մինչև հիմա բոլորը հայտարարագրում էին, կարծեմ 2006 թե 5 թվից, եթե չեմ սխալվում, թե 4 թվից հայտարարագրել են։ Դուք ինչ եք մինչև հիմա 0 դրամ հայտարարագրել։
Ինչ կեղտոտ խաղեր ունեք։ Երկրորդը, դուք խայտարակ դատավարություն եք արել, Մադաղիսի գործը կոծկել եք, տվել եք 3 զինվորների վրա եք գցել, որը տենց է, բոլորս գիտենք, որ այդպես չի։ Նույնիսկ ծնողներն են ասում, այս երեխեքը մեղք չունեն այդ երեխու սպանության համար, որ սպան է Արցախում, Մատախույսում գետնն էին գցել, ես իմ տանջամա եւ այլն, ես հիշում եմ, թույր եմ հիշում այդ գործը։ Այս գործի խայտարակությունը դուք եք արել։ Հա? Շարունակեմ։ Արտակ Սարգսյանի գործով անընդհատ ձեր մոտ հոսանքը գնում է եւ դուք չեք որոշում, կամպյուտերն է որոշում ու անընդհատ կամպյուտերը որոշում է Դավիթ Աղամանյանին, որ ինքը պետք է լինի Նիկոլի դատավորը, ինքն էլ ընդհանուր չի տալիս։ Ուրեմն ասեմ ձեզ, փաստաբանի հետ խոսել ենք, Դավիթ Աղամանյանը Նիկոլի Դահոլչին էր, որ եկավ դհոլ էր խփում Նիկոլի գալուց, դհոլ խփեց դրա վրա տվին։ Եվ այս մարդը իբր գրվածա, որ պատերազմին 44-ը եղել է քարին տակ այստեղ այնտեղ։ Պարոն դատավոր, որ քարին տակ բան եղել ես, դու ես եղել այնտեղ, արգիշն եղել, ձեր նմանները հանձնեցին։ Դու գնացել ես ինչի համար, որ կռվեիր, հա? Թե որ հանձնեիք, գնացեք ժողովրդի մեջ մտակ, պանիկան գցեք, հանձնեք։ Սա էլ դատական հետագա գործ ալելու ձեր դեմ հակընդեմ։ Ես հարցեր եմ տալիս, որի պատասխանը դուք չեք կարող իմ ասեք, հաղթել ենք եւ վերջ, հələ դատական նիստերը չի բրծե։ Ու չի բրծնելու Նիկոլի ծառա իշխաբանը դատավորների հարցով, այլ հակառակ process-ներ է լինելու։ Հա? Եվ հիմա հարց եմ տալիս ձեզ, մի շարք դատեր, որոնք դուք վերացրել եք հակապետական գործեր եք ընդունել, այսինքն հակապետական չէ, հակաժողովրդական։ Դուք ոչ թե պաշտպանել եք ժողովրդին, դուք ջրել եք, գնացել եք, այնքան որ մեկի վրա գցեք, փակեք։ Արտակի գործը, որ հիմա դուք սենց երկարացնում եք, ինչ է անելու վերջը։ Այսինքն 15 օրվա ընթացքում մենք դիմելու ենք, հա, միջազգային դատարան, որ այնտեղ արդեն ձեր ձեռքը չասնի։ Իսկ որ օտար երկրից բերեցինք նշանավոր փաստաբաններ, ոնց եք դեմը պայքարելու, հա? Ինչ Հայաստանը փուրն եք տալու, իբր ձեր մանով, ինչա վասեք Նիկոլ Փրգի։ Հա, գոնե մի քիչ Մասիս Մելքոնյանին նման եղեք, տեսեք Մասիս Մելքոնյանը ինչ, ոչ Շիշևարի, ոչ Քյաբաբա, ոչ Նիկոլին դուրս եկավ, ոչ մեզ դեմ դուրս եկավ։ Անենց արեց, որ արանքը հանեց։ Կամ էլ Նիկոլես ինչ ազգանուններով ես շրջապատված որպես թուրք։ Դու Փաշողլի, Շահմանդարյան, Արղամանյան, Արմանդարյան, Ардամբարյան, այս ինչյաններ։ Հələ պետք է գենետիկ տեստը ստուգվի, ոնց է եղել, որ Հայաստանում այսքան ժամանակ դատավոր են եղել, բոլոր գործերը կոծկել են ի օգուտ փակելու ոչ թե ժողովրդի պետության։ Դուք ախր միջազգային օրենքներ եք խախտում, Վեննայի կոնֆերենցիա եք խախտում, ես եք խախտում։ Իմիջիալոց ձեր դեմ հունվարին դատական գործ տրվեն, մենակ ձեր դեմ չէ։ Մյուս դատական օրգանների, որի ղեկավարությունը այն ժամանակ Գրիգորի Սարգսյանն էր, հանրահայտ Սերժի Փեսամիշիկի աղբերը եւ Կարեն Անդրեասյանը, որոնց դեմ դատական հոդված են հարուցել, բանը դիմողները եւ միջազգային դատանը ասելա, որ դուք իզուր գործից հանել եք Սուրեն Անտոնյանին, վճռապեկ դատանից Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին։ Իմիջիալոց այս բոլորից, այս 3 դատավորներից ամենալավը ճանաչում եմ Տիգրան Պետրոսյանին, վաղուց 97 թվականից։ Ժողովուրդ ջան, Տիգրան Պետրոսյանը Ռաֆիկ Պետրոսյանի որդին է, հոյակապ դատավոր, եղել է Էջմիածնի դատավորը, վաղուց աշխատել է, իդեալական ուղեղ ունի։ Ես կանամ ասեմ, էսի ոչ թե Տիգրան Պետրոսյանն է ինձ ասել, այս պատմել են այն ժամանակվա նախարարները, տեղակալներով եւ այլն։ Այն ժամանակ տարին 1 թե 2 տարին 1 չեմ հիշում, ատեստացիա կար 97 թվին։ Այսինքն գնում էին իրավաբանական տեստ քննություն էին հանձնում, ինչ գիտեին։ Բոլորը արտագրում էին Տիգրան Պետրոսյանից ու գալի ասում էին, ասում էին մոզգա։ Տիգրանից արտագրել ենք 96-97 ենք ստացել, Տիգրանը միշտ հարվեր ստանում։ Պետրոսյան Տիգրանին ես ճանաչում եմ, որ այսօրվա դրությամբ անուններ չտամ այդ հանցագործ սուտի խավերը, որ կային, Տիգրան Պետրոսյանին տեսան 65 հոգով մինչև Ռուսաստանից բերած ավտորիտետներ, գողականներ Տիգրան Պետրոսյանի մի խոսքից փախան։ Բայց կարգի մարդը, որ այդքան դատական գործերի մեջ է, վճռապեկ դատարանի, դուք ոնց եք անում, անհիմն որոշում եմ։ Հիմա էլ հունվարի 1-ի 25 թվի որոշումով ձեզ են անհիմն արել։ Ու մի շարք դատավորներ կան, անունները չեմ նշում, որտեղ այդ դատավորները ինձ հələ չեն ասել, որ ասեն անունը նշի կնշեն։ Ես Տիգրան Պետրոսյանի անձամբ ճանաչում եմ վաղուց, հոյակապ տղա դրա համար ասում եմ։ Բախբեր ջան, դուք դրել եք անօրինական կերպով գործից հանել եք, որ ձեր կռիս գործերը անեք։ Կարեն Անդրեասյանը իրանից ինչ էր ներկայացնում կամ
բանը Գրիգորի Մինասյանը, մարդիկ որ օրդեմ դատական գործ, դերասանություն, Միշիկի աղբեր, Միշիկն էլ իբր ռոզիսկի մեջ այնա Թիվլիս կայֆավատալուն վիդեոները գցին, դուք չեք կարում ստանաք այդ մարդուն իբր, որ այս կարգի մասնագետներին գործից, հա պետք է այդ կարգի մասնագետին գործից անի, տեղը բերի ում, տեղը բերի դեբիլներին, որոնք իրան ենթակային, որը տեսնում ենք մենք, Դավիթ Արղամանյան, նախ դեմքիդ նայեցի այդ մազերդ, որ ստե լժիկ ցածա քաչալացել ասես քշել ես, շատ նման ես այն Արտուշին, որ բռնին դատին, էլի Նիկոլական էր, կարող է դու էլ գնաս նույնի տակ, կամ Արղամանյանի, Շամանդարյանի ճանապարհով, գիտես չէ, միշտ լավ ստրուկներին կտրտում են, Արտուշից լավը չլնես, գլուխը կտրան գցում են միան, Արգիշտից լավը չլնեք և մյուսներից լավը չլնեք, անենց որ ես կառաջարկեմ գործին, ես ձեզնից պահանջում եմ, ոչ թե առաջարկում, ոչ թե խնդրում եմ, պահանջում եմ, որպես եվրոպական դատանի որոշման տակ անենց չլինի, որ դուք հակընդդեմ որպես պաշտպանելով ձեզ գործից միայն չանեն, այլ ենթարկեն պատասխանատվության, որ դուք այսքան ձգձգում եք ու ոչինչ չեք անում։ Հա? Որտեղ պահում եք նախաքննական որոշում չեք արել, անընդհատ ձգում եք, տարի ու կես եք Սարգսի արդեն ձգում եք, ինչի։ Ինչ եք ուզում, վախում եք Արտակ Սարգսյանից։ Հելեք ասեք, վախում ենք, մարդուն բաց թողեք, ինքը օրինական քաղաքական, երբ եղել որ Արտակ Սարգսյանը հրահրի զենք առեք, հելեք քաղաք ջարդեք, ոչ մի անգամ։ Ինչից եք վախում։ Պուտին պապանը ասե դեմը չոքած եք բոլորը դրա համար։ Իսկ ինչի չես մտածում, որ Դավիթ Արղամանյան, քեզ նույնպես զոհ են տալու, ոնց որ զոհ տվեցին մյուսներին Նիկոլեք։ Թե ձերը սենց է, ես պայն ուտեմ, ոտովն ուտեմ, անվոտի իմնա, քանի կարամ ուտեմ, հետո կհանեն մի բան կմտածեմ, իսկ դու գիտես, որ հանելուց հետո պատասխան ես տալու։ Ինչի Շահմանդարյանին, որ հանեցին ինքը պատասխան չի տալու, հա? Շահմանդարյանը դեռ այնքան պատասխան ունի տալու, իր խոսալու համար, որ եկե Արտակի ականջին պրովոկացիա էր պահով, որ դատանում բարձր պատասխաներ վրան նոտված սարքեին։ Շահմանդարյանին ես ասել եմ, անձամբ տեսնելու եմ, ու այդքան բառը երեսիս պտի ասի։ Ու տղամարդը լինի կանգնի, որտե ուզում է փախած լինի, ձեռս կասնի կբռնեն։ Այդ թվում նաև Ռուսաստան թեկուզ պետք եղավ Ադրբեջան։ Փողը կտանք ադրբեջանցիները կբռնեն կհասցնեն։ Տենամ ոնց է այդքան բան ասում առանց ճանաչելու ինձ։ Պրովոկացիա անում դատի ժամանակ, որ ինի բարձր ձենով պատասխան տա, հա, ասեն հոп տեսար ինձի վիրավորեց, վсё։ Այսենց բաներից զգուշ եղեք։ Զգուշ եղեք։ Իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, ժողովուրդ ջան, տեսեք, բոլոր երկրներում, անցնենք միջազգայինին, լավ ծառաներին զոհ են տալիս։ Թե Հայաստանում, թե Ռուսաստանում պատուհաններից գցում են, թե կլի Ամերիկան, թե մյուստեղ։ Օրինակ, Վրաստանում բոլոր ուժայինները, ովքեր մի մարդու պես կանգնան պաշտպանեցին Իվանուշվիլուն եւ նրա իշխանությանը ու սկսեցին ծեծել ժողովրդին, սկսել է բոլոր վերնախավին գործից անել։ Տեսնում եք, նվիրված ստրուկը ոչ մեկին պետք չի։ Հավատարիմ շանը, երբ որ ատամը մի քիչ թափում է կամ արդեն հոգնվում է, քացով տալի շպրտում են դուրս մարդիկ։ 1000-ից մեկն է որ պահում է։ Իսկ նման մարդիկ Նիկոլնա, ես իմ ռուսական մի շպիոնական ծառայության ջհուդ բոլշևիկյան մարդիկ են, քացով տալի շպրտում են դուրս։ Պարզ է։ Հիմա Նիկոլենք մտածելու են նոր բան, նոր մի հատ շոու, որ ժողովրդին զբաղեցնեն։ Թատրոն, այս ասել եմ, չէ՞ ժողովուրդ։ Սերիալները անջատելու եք, կիսաբացը անջատելու եք, նոր կիսաբացա Նիկոլա։ Անցնենք հաջորդ միջազգային լուրերին, Վրաստանի ամբողջ այդ ղեկավարության հանրը շոկի մեջ են, բա մենք այդքան նվիրվել ենք տարուկեսա ժողովրդին ջարդում ենք։ Պատես պետք է լինի։ Չմոյի վերջը է դա, անդեմ տղամարդու վերջը է դա։ Ես ասել եմ, դուք ոնց եք ձեր կինը ոնց է ձեզ ընդունում տուն, երբ որ դուք բացեի բաց հակահայ եք խաղում։ Հարամը լինի սնունդը, որը դուք ուտում եք, թույն դառնա, որտեղ ձեր կինն էլ նույն վիճակով է մտածում։ Ոնց է մտածում, այդ մի հատ շուբի, պայուսակի, մեքենայի համար, ինքը ձեզ ներում է, որ դուք ազգիտեմ գնաք, բայց կին ես, դու ավելի պետք է բարի լինես, բոլոր դատական եւ մյուս օրգանների կանայք, քույրեր, մայրեր, բա դուք չեք ասում տղա ջան, հոպար ջան, պապի ջան, գերեզմանի քար ջան։ Բա որ դու սենց ես ան, վաղը միսօր մեզ ինչ են անելու, թե ձեզ թվում է դուք թռնելու եք, պրծնեք բոլորդ։ Նիկոլայնա կանգան թռցնում արդեն։ Հայաստանի տղամարդկանց բավարար է սիֆիլիսը, ես իմ մնացած հիվանդությունները, սպիդը, տրեխամոնոզ եւ այլն ամեն ինչը տարածեց,
Հիմա գնում է Չինաստանը նվաճելու։ Ինձ թվում է քիմիական ատոմային զենքը էդի աննան է ջհուդների, որ երկիրը փորձում է գնալ բան Իսրայելի դեմ, հանում են գցում են այդ երկրի ջանու վիրավորում, հələ աղջիկներն էլ հետն է տանելու։ 4-ով Չինաստանը ավելի արագ կվերացնեն։ Այ քեզ բան։ Հիմա ասենք մյուս հարցերին։ Միջազգային։ Ուրեմն Բելոռուսը շրջափակման մեջ է գտնում ծովի բոլոր ճանապարհները փակել են, հիստերիկացել է, դե գիտեք Լուկաշենկոն ինչպես միշտ ոչխարի պես, բայց ես կանեմ կխփեմ, չեմ խփի, խփել չխփել է արդեն հարցի մյուս կողմն է, ինքը կխփի թե չէ, բայց ռուսները նույն տարբերակն են խոսում, այսինքն Լուկաշենկոին էլի թողելու են բելարուսները խփեն, բնականաբար հավել լավ է Ռուսի համար Բելարուսը մեռնի քան ռուսը, կապ չունի ազգությունը տարբեր է թե չէ, ռուսը միշտ է զոհ է տալիս մյուսներին, ասում է որ զոր կարող է մտցնենք ռուսախոս բնակչությանը պաշտպանելու Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի։ Նույն հարցերով մտնում են Ուկրաինա, նույն հարցով մտնում են Ղազախստան։ Ինչի ռուսախոս։ Նախ ասեմ ձեզ, որ ռուսախոս բնակչությունը քաղաքացիություն չունի, ունի ապրելու իրավունք, ռուսախոս բնակչությունը իրավունք չունի Լատվիա, Լիտվա, Էստոնիայում։ Ուղղակի ապրում է այնտեղ։ Բանը ապրելու իրավունք ունի։ Քաղաքացիություն չունի, ընտրելու չունի, բանակ գնալու չունի։ Կեսը մեծ մասը արդեն դուրս են եկել բնականաբար, ինչքան էլ լինի, իրանք կներկայացնեն հին թվով, որտեղ ըստ Էստոնիայի պետական վիճակագրականի ռուսների թիվը ասենք առաջ 350,000 էր, հիմա դառել է 150,000, բայց ռուսը գրում է էլի 400,000։ Այնպես որ նայելուց նայեք այդ երկրի լեզվով, թեկուզ Վիկիպեդիա եք բացում, տեսեք ռուսի թիվը ինչքան է գրում, բայց եւ կան բացի Վիկիպեդիայից, որ ուղղում են, կան նաեւ իրական տվյալներ, որ ես ասել եմ, թե Ադրբեջանը, թե Հայաստանը, թե Ռուսաստանինը, թե Վրաստանինը, թե Թուրքիայինը եւ մնացած բոլորը։ Իմիջիայլոց Թուրքիայի համար ասեմ ձեզ, որ Թուրքիան մտնում է Ադրբեջանի նավթի մշակման մի քանի գործերի մեջ եւ Ադրբեջանին որ վերցրեց արգելում է Իսրայելին նավթ տալ։ Դες հասկանում եմ որ սա միասին խաղ է, շոյա պետք է բոլորն է կռվեն, բայց այստեղ մի հարց եկավ։ Հարցը ամենագլխավոր պահը այն է, որ Նաթանյահուն ծանր հիվանդ է, սրտի եւ ռակ։ Ինչ վերաբերվում է այս հիվանդությանը, Աստված ների զավակին պատժեց, քանի որ աշխարհի ամենաշատ մարդու սպանություն եւ օրգանների առևտուրը Իսրայելն է հանում, կոնկրետ Նաթանյահուն։ Թմրադեղի առևտուրը, զենքի առևտուրը եւ մարդկանց սպանության եւ օրգանների առևտուրը բոլոր երկրներից երիտասարդ տղա աղջիկներին սպանել, բերել օրգանները փոխել։ Պարզ է։ Սա Նաթանյահուի ձեռի գործն է, այնպես որ տանջամա ներ լինելու դեռ ասեմ ձեզ այնքան տարբերակ կա, որ Էլդուսուս սա ամենաուրախալի լուրն է, որովհետև ինքը նույնիսկ նիստերի ժամանակ վատ զգում ու հայտարարել դուրս եմ գալի չի կարողանում։ Պատճառը բռնել են իբր թե ներվայնացած։ Ինչի՞ց է ներվայնացած։ Աշխարհում 4-5 տրիլիոն դոլար փող ունի, ամենահարուստ մարդկանցից մեկն է ինքը Պուտինը, Տրամպը եւ ասենք մի քանի հոգի Օբաման, Իլոն Մասկը դրանց դեմը կատու է, հա մի քանի հոգով թալանչիներով։ Ինչի՞ պիտի բանը լինի։ Հա, հիվանդություն ունենա։ Սատանի պես կնիկ ունի սառան, որ լեկտիության խորհրդանիշն է, Իսրայելում էլ են սզվում իրանից։ Նիկոլ դվա լրիվ Աննան է, տեսեք Նաթանյահուն ու Սառան, Նաթանյահուն ոնց որ Նիկոլն ու Աննան են, ժողովուրդը ատում է, բայց չեն գնում, որտեղ այդ սուտ ընդդիմությունը լելի պաշտպանում է սրանց։ Պարզ է, այս է սատկելու տարբերակը։ Հիմա ասեմ մեկ այլ լուր, ուրեմն, հենց ընթացքում հուսիտները էլի խփել են Բեն-Գուրիոնին։ Հարգելին ես Բեն-Գուրիոնին ես որը որ անգամ են խփում։ Ուրեմն Բեն-Գուրիոն օդանավակայանը մինչև պատերազմը օրական թռնում էր 58,000 մարդ ժողովուրդ, պատկերացնեք ինչ հզոր օդանավակայան է, 3 տերմինալով։ Այսօրվա դրությամբ մաքսիմում Բեն-Գուրիոնից ինչքան է գրեն 16,000 բան սուտ է ժողովուրդ։ Բեն-Գուրիոն օդանավակայանից մաքսիմումը թռնում է 800 հոգի մարդ կամ 700 հոգի այսօր։ Ելնում է 10 օր չի թռնում, հետո վախեցած։ Ցանկացած հարց եմ ասում, թեկուզ տրանզիտով, ձեզանից որ մեկը կցանկանա Բեն-Գուրիոնով թռնել։ Ես որ չէ։ Ձեզանից որ մեկը կցանկանա թեկուզ տրանզիտ իջնել Բեն-Գուրիոն։ Ուրեմն ես էլ որորդ անգամ հուսիտների կրակածը չեն կարողանում բռնել։ Չի բռնվում ժողովուրդ ջան, զորով չի բռնվում։ Հոպը չի աշխատում։ Այդ ոսկ ինչ էր ժելեզնի կուպլ, ես իմ երկաթե գմբեթ, ման Ադրբեջանը, օյ։ Հիմա Ադրբեջանը ընկել է մի բանից հայտնուտի մեջ։
Իրեն տված զենքերը իբր համարվում է ամենալավը, որը օթայինը Պակիստանն է տվել, հնդիկները սկսել են ասել են արդեն հայկական Su-30M-երի եւ մնացածի մոդեռնիզացիան, ինչպես նաեւ մի շարք զենքեր տալու, ել չենք ասում, որ Ֆրանսիայի Ռաֆայելի վրա պայմանագիրը մինիմումը 100 միլիոն է լինելու, Ռաֆայելն էլ կարա գա, սրանք ասում են, պակիստանցիք Ռաֆայելին խփին, ուրեմն մեր զենքը ավելի լավն է։ Սա հիմարության ձևակերպումն է, ժողովուրդ ջան, որտեղ եթե Ռաֆայելը խփեցին, կարա ինքնաթիռների ընդհանուր կռվի մեջ 2-5-ի դեմ 1-ի խփեն, բայց որ 100-100-ի դեմ դուրս կան, այդպիսի բան չկա։ Մի ինքնաթիռ խփելով ոչինչ չի լինում։ Հայ զինվորները գրանատամյութով խփում էին ուղղաթիռներ։ Հայ զինվորները ինքնաթիռը խփում էին տարբեր տեսակի զենքերով, տարբեր տեսակի սովորական զենքերով։ 90-ականներին հիմա այնպես որ այդ որ խփին այդ չի նշանակում, որ այդ ինքնաթիռը վատն է, սա հիմարության գերադրական աստիճան։ Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ասեմ ձեզ, որ Ռուսաստանի խայտարակ վիճակը ինք իր վիճակը չի նայում քիթելը խոթմա ուրիշի գործերի մեջ։ Ուրեմն նավթի արտադրությունը մինչև մայիս ամսվա վերջ 1.5 տրիլիոն պիտի լիներ ռուբլիով, իջելա 750 միլիոն ռուբլ։ 5 ամսվա մեջ 750 միլիոն ռուբլ։ Պարզ է։ Բայց մինչև այդ 1.5 տրիլիոն է անցած տարի։ Այսինքն սրանից հետևություն, որ գնալով ռուսական հանքերն էլ լրիվ ցամաքում են։ Իսկ ինչի են ցամաքում, որովհետև տեխնիկան եվրոպական է, ես ինչպես ձեզ ասել եմ, միշտ էլ ասել եմ, Siemens-ն ամենալավ նավթարդյունաբերող, հանքահանող եւ մշակող տեխնիկան վաճառում, Siemens-ը վաղուց Ռուսաստանից դուրս է եկել։ Դրա համար գնացքներն էլ դուրս եկավ, վագոնները էլ չեն նորոգվում։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանում ապրող հայերին, հարգելի հետևորդներ, ես որ ասում եմ ռուսամեր հայեր, դուք ձեր վրա ինչ եք վերցնում։ Դուք որ ռուսամեր չեք, ինչ եք վերցնում։ Մարդիկ կան վերցնում են։ Այսօր ես նյութ եմ նայել վիդեո, ասելու եմ Գերմանիայում եմ ասում Գերմանիայում հայեր, բայց ինչի Գերմանիայում հայեր կան, իրենց վրա բոլորը չեն վերցնում։ Բացատրեմ։ Այսօր նյութ եմ նայել Գերմանիայում եւ շատ զայրացել եմ։ Բերլինում փառատոնի ժամանակ անցել է հայկական շքերթը, հայկական կուլտուրային օր, հայերն են պահում, հայկական տարազով, դուդուկի տակ եւ այլն, ժողովուրդն էլ հետները պարմա։ Բոլորը տակը հայերը գրել են գերմաներ։ Ինչի։ Ես գրեցի, այդ որ օրվանից եք դառել գերմանամեր ու հայեր են տառերը մոռացել եք։ Իմաստը որն է, ուզում եք ցույց տակ, որ գերմաներ են գիտեք, հա։ Այդ դիշովի էժան ձևերը հայկական ազգանունով գերմաներ են գրել է, եւ պետք է թարգեք դու հայերեն չգիտեք, հա։ Այդ էլի եմ ասում, ոչ թե գյուղացու, 1000 անգամ կասեմ, ես գյուղում ծնված եմ, այլ գեղցի, որը քաղաքացու եւ քաղքենու էֆեկտ է։ Գեղցու ու քաղքենու էֆեկտ է, որ հայը մեկը կարթոսի, այս հայը գերմաներեն գիտի։ Մտա Հայդուն, Բերլինի, բոլորը գերմաներեն են խոսում, հայերեն ասում եմ ինչի չեք խոսում, մեզ սենց հարմար է։ Սա հարմար պետք է լինի Հայդունա գրած վրան, Հայդուն, էլի։ Հայդուն գերմաներեն են գրես, սփյուռքահայ արևմտյան լեզվով։ Հայտանը պետք է խոսել հայերեն գոնե դերի մեջ մի մտեք։ Դերի մեջ մտնել ամենազզվելի բանն է։ Այդ նույնն են Ռուսաստան խոպան գնացած կամ ընդ բջատած մասսան, որ ռուսերեն են խոսում, այդ ինձ ատելի է դառնում։ Հələ գյուղից թրքոտ չելած թրիկը կոշիկի կրնգինա քայլում է, թրիկը թռնում է սպիտակ շալվարի յուբկի հետևին ամբողջ ինքնաթիռը թրիկի հոտ, ինքնաթիռի միջից ռուսերեն է գրում։ Գեղի ակցենտով, բայց Ժողովուրդ ջան, եղեք հայասեր։ Ես թքած ունեմ աշխարհի բոլոր հզոր երկրների վրա։ Կարևորը հայն է, բայց եթե այսօրվա դրությամբ համեմատական եք դնում, ինչ ես ռուսին ասում, մյուս ինչ ես ասում, ես փաստերն ունեմ։ Ֆրանսիան Արցախը չի հանձնե։ Հունգարիան չէ, Հոլանդիան Արցախը չի հանձնե։ Բելգիան Արցախը չի հանձնե ու չի ասում Արցախը Թուրքինն է։ Նորվեգիան չի հանձնե, չի ասում, Շվեդիան չի հանձնե, չի ասում, Դանիան չի հանձնե, չի ասում։ Անգլիան եւ մյուսները չեն հանձնե անձամբ իր զինվորները VZ գրած հայերին չէին սպանում։ Հայերին երեխեքին չտարան օրգան սարքին, գլխից չէին խփում։ Օթանավակայան ուզում էին պայթեցնեին, բերին հայերին զորով լցեցին այդտեղ։ 300 հոգի բենզակալոնքի մոտ պայթեցրին ու ասում են Հայաստան գոյություն չունի, դա ռուսական մարզա։ Դրա համար ես ալտելու եմ ռուսական բոլոր ղեկավարությունների համակարգերով։ Ես չեմ մտածել, որ գիտեք ինչ կա
բանում Նովի Ուրենգոյի մոտ մի հատ գյուղ կա, այդ գյուղի մեջ երկու հատ ռուս ասում են հայը լավն է։ Մենք որ ասում ենք չենք առանձնացնելու մարդկանց։ Այդ նույն ձևով կարանք ասենք խենք թուրքերի մահուզում։ Թուրքիայում գյուղում մարդ կա, հայերին ասում է լավ է։ Ադրբեջանում մարդ կա, ասում ես հայ լավ ընկեր եմ ունեցել։ Այդ եղավոր դու պետք է բան անես, հետ կանգնես այդ հարցից։ Դրա համար հայ համարվում է այն մարդը, ժողովուրդ ջան, ու մեջ Աստծո լույսը կա։ Իսկ Աստծո լույսը, այդ իսկական լույսն է, ոչ թե քնից ելած սեկտանտներ, որ ասում են ես ճիշտ եմ եւ այլն, ապուշները Նիկոլի հետ եւ մյուսները, կամ մյուսները, որ ասում են ես ճիշտ եմ, բայց թալանում են։ Աստծո լույսը, ճշմարտությունը, այդ հոգևորն է, ոչ թե նյութական։ Հենց դու գնացիր նյութական, կոմոդ վերանում այդ լույսը, ու դու վերածվում ես ապրանքի, սատանի ծախու ապրանքի, կլինես հերձվածող, կլինես աղանդավոր, կլինես հակահայ, թե կլինես ձևական հոգևորական, բայց հայի դեմ։ Եզրասի պես հայ տղեկ Արցախի համար ցույց էին անում, KGB-ին բերեց բռնել տվեց, տարան գցեցին KGB-ի պատվալները սատկացնում էին։ Պարզա, այդ պարտադիր չի, որ խաչը մեծ գցում ես կամ բրիլյանտի, դա ոչինչ չի ասում քո մասին։ Գնչուներն էլ տեսել եք այսքան 1.5 կիլանոց, 2 կիլանոց խաչեր են գցում։ Բայց իրենք թե թմրատեղ են անում, թե սպանություն, թե գողություն։ Այսինքն խաչի մեծությունը կամ ամեն մի քալանչի օլիգարխի կողմից եկեղեցու կառուցելը դա չի նշանակում իրանք սուրբ մարդ են։ Պարզա։ Դրա համար հայը նա է, ում մեջ Աստծո իսկական լույսը կա։ Իսկ ով գնում է այդպիսի բան, իր մեջ վերանում է ինքը դառնում է սատանայի ծառա։ Իսկ սատանա շուտ sense քաշում է իր մեջ ու կործանում։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ տականք են ու չերևացող։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդահանում, Արդվինում, Ռիզեյում, Համշենում, Տրաբզոնում, Անգարայում, Անգորայում և Պոլսում։ Ամեն։